Արդյոք Իսրայելը եւ Թուրքիան մոտեցել են պատերազմի շեմին։ Իսրայելական բանակը հարվածներ հասցնելիս ապավինել է արհեստական բանականության գործիքներին թիրախների նույնականացման համար։ Ադրբեջանով տարանցումը նոր հնարավորություններ է բացում փոխվարչապետ Գրիգորյանի հայտարարությունը։ Ընդդիմության մեղադրանքը իշխանությանը, ինչու է վարչապետը ժողովրդին պատերազմով սպառնում։ Ընթացքի մեջ է քաղաքացիական պայմանագիր կուսակցության ընտրական ցուցակի հաստատման երկրորդ փուլի քվեարկությունը։ Ինչու են Հայաստանում ավելացել օտարերկրացիների կողմից եւ նրանց դեմ կատարվող հանցագործությունները։ Զվարթնոցից բերման են ենթարկվել ու ձերբակալվել 113 միլիոն ռուբլի տեղափոխող քաղաքացիները։ Կապանում փլուզվել է սելավատարի պատնեշը։ Հայ երաշտարվեստի սիրված դեմքերը, երաժշտական ամենատպավորիչ նախագծերը մեկ հարկի տակ։ Խազեր 2026 մրցանակաբաշխությունը տեղի կունենա մարտի 29-ին։ Բարի երեկո, դուք դիտում եք ժամի գլխավոր թողարկումը։ Արդյոք Իսրայելը եւ Թուրքիան մոտեցել են պատերազմի շեմին, քաղաքագետները վստահ են, որ ամեն դեպքում Թուրքիան մտավախություն ունի, թե Իրանի պատերազմից հետո Իսրայելը ամեն դեպքում կհարձակվի իր վրա։ Իսրայելում դեռ տարիներ առաջ էին մտահոգվում Օսմանյան ժամանակաշրջանի ազդեցությունը վերականգնելու ուղղությամբ Թուրքիայի նկրտումները եւ Մերձավոր Արևելքում պատերազմը կարող են բերել Իսրայելի հետ լարվածության աճին, որն էլ հնարավոր է վերածվի հակամարտության։ ԱՄՆ ձեռքերը կեղտոտել չի ցանկանում, քանի որ գիտակցում է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է։ Ամերիկա-իսրայելական պատերազմի այսօրվա զարգացումներին հետևել է Նաիրի Մուրադյանը։ Ամերիկա-իսրայելա-իրանյան պատերազմի ֆոնին հեռահար փոխհրաձգություն է սկսվել Թուրքիայի նախագահ Էրդողանի եւ Իսրայելի վարչապետ Նեթանյահուի միջև։ Իր երկրում բալիստիկ երկու հրթիռների հարված ստացած Էրդողանը Նեթանյահուի կառավարությանը մեղադրել է ոչ միայն Իրանին թիրախավորելու, այլև ըստ Էրդողանի աստիճանաբար Լիբանանը օկուպացնելու ծրագրերի իրականացնելու մեջ։ Ծանր սրտով հարցնում եմ, ինչով են Սպահանում եւ Թեհրանում թափված արցունքները տարբերվում Էրբիլում, Բաղդադում, Բեյրութում կամ Ռիադում թափված արցունքներից։ Չնայած այս պատերազմը Իսրայելի պատերազմն է, դրա ծանր գինը նախ վճարում են մահմեդականները, ամբողջ մարդկությունը։ Պատերազմը Թուրքիա տեսնում է որպես Իրանից հետո մյուս հերթին իր պատերազմն է։ Իսրայելի հանդեպ սուր քննադատությամբ է հանդես եկել Թուրքիայի ներքին գործերի նախկին նախարարը։ Սուլեյման Սոյլուն խիստ նախազգուշացրել է Իսրայելին, հայտնելով, թե Թուրքիա եւ Իսրայելի աշխարհագրորեն մոտ լինելը հնարավոր հակամարտության դեպքում թուրքական զինված ուժերին հնարավորություն կտա Թուրքիայի հաթայից ընդամենը մի քանի ժամվա ընթացքում հասնել Իսրայել։ Անհրաժեշտության դեպքում մենք կկորցնենք 300-ից 400 հազար մարդ, բայց Իսրայելը որպես պետություն այլևս գոյություն չի ունենա։ Եթե անգամ ուզենա չի կարա ընդդեմանա Միացյալ Նահանգներին, դրա համար միայն թիրախավորում է Իսրայելին։ Իդեպ Իսրայելի պաշտպանության ուժերի շտաբի պետ Էյալ Զամիրը զգուշացրել է, որ իր երկրի զինված ուժերը կարող են փլուզվել զորքերի պակասի պատճառով։ Ամերիկա-իսրայելական դաշնակից ուժերը շարունակում են հրթիռակոծել Իրանի խաղաղ բնակչության շրջանները։ Սպահանի Հավթում բնակելի թաղամասի վրա ամերիկա-իսրայելական հարձակման հետևանքով զոհվել է 26 մարդ, այդ թվում 7 երեխա եւ 7 կին։ Իրանական Թասնիմը հղում անելով աղբյուրներին հաղորդում է, որ Պարսից ծոցի 5 արաբական պետություններ՝ Բահրեյնը, Միացյալ Արաբական Էմիրությունները, Սաուդյան Արաբիան, Կատարը եւ Քուվեյթը ԱՄՆ-ին տարածք են տրամադրել Իրանին հարվածելու համար։ Իրանի իշխանությունները սպառնացել են հարվածել Մերձավոր Արևելքի ցանկացած հյուրանոցի, որտեղ ամերիկացի զինվորականներ կան։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Իրանին որոշ տեսակի ռազմական արտադրանք է մատակարարել, սակայն Ռուսաստանը չի ընդունում այն մեղադրանքները, թե օգնում են Իրանին հետախուզական տվյալների հարցում։ Բոլորը գիտեն Պարսից ծոցում ԱՄՆ ռազմաբազաների կոորդինատները եւ զարմանալի չէ, որ Իրանը գրոհում է դրանք։ Իրանը հարվածել է Հորմուզի նեղուցով անցնող կոնտեյներային նավին։ Միջազգային լրատվամիջոցները հայտնում են, թե նավն ընթանում էր Պակիստանի դրոշի ներքո, սակայն այն ըստ որոշ աղբյուրների պատկանում է Թայլանդին։
Քուվեյթի խոշորագույն առևտրային նավահանգիստ Շուվեյխը ենթարկվել է իրանական դրոնների գրոհին։ Wall Street Journal-ը հղում անելով կոնգրեսի մի քանի անդամների հաղորդել էր, որ Իրան ներխուժումը կարող է սկսվել մոտ ապագայում։ Պենտագոնը քննարկում է մինչև 10,000 զինվորական տեղակայելու հնարավորությունը Մերձավոր Արևելքում։ Իրանական մերը հայտնեց, որ դրանի պատասխան Իրանը մոբիլիզացրել է ավելի քան 1 միլիոն զինվոր ԱՄՆ-ի ցամաքային ներխուժմանը պատրաստ լինելու համար։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Իսրայելի և Իրանի միջև միջուկային հակամարտությունը դարձել է անխուսափելի, հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահը։ Դմիտրի Մեդվեդևի խոսքով, որքան էլ ամերիկացիները այժմ շատախոս են Մերձավոր Արևելքում միջուկային սպառնալիքի վերացման մասին, Վաշինգտոնում և Թել Ավիվում տեղի ունեցածից հետո այժմ Իսրայելի և Իրանի միջուկային հակամարտությունը այս կամ այն տեսքով անխուսափելի է։ Կրեմլը ԱՄՆ-Իրան բանակցությունների մանրամասները չգիտի, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի հետ հաջող բանակցությունների և խաղաղ կարգավորման մեծ հավանականության մասին։ Նա նաև ասել էր, որ Թեհրանի խնդրանքով կարգադրել է Իրանի էներգետիկ օբյեկտների ուղղությամբ հարվածները հետաձգել մինչև ապրիլի 6-ը։ Իրանական կողմը այս հարցի վերաբերյալ որևէ պաշտոնական հայտարարություն չի արել։ Մենք այդ բանակցությունների մանրամասները չգիտենք, բայց եթե խոսքը ռազմական գործողությունների դադարեցումը մոտեցնելու մասին է, ապա դա կարելի է միայն ողջունել։ Պարզվում է իսրայելական բանակը հարվածներ հասցնելիս ապավինել է արհեստական բանականության գործիքներին, թիրախների նույնականացման համար, դեմ գնալով հնարավոր ռիսկերին և ԱԲ-ի հնարավոր սխալների մասին, ղեկավարությունը առաջնահերթությունը տվել է ռազմական նպատակներին առանց հետևանքների մասին մտածելու։ Այս մոտեցումը հանգեցրել է զգալի թվով վիրավորների և քաղաքացիական ենթակառուցվածքների վնասման։ Իրանի Մինաբ քաղաքի աղջիկների տարրական դպրոցի ողբերգական հրթիռակոծությունից հետո աշխարհում ավելի ակտիվ սկսեցին խոսել մարդուն սպանելու նոր գործիքի, ավելի շուտ այդ գործիքի սխալների մասին։ Խոսքը արհեստական բանականության մասին է, որին էլ վերագրում են դպրոցի հրթիռակոծությունը։ Ծրագիրը ինքը չի խոսել դպրոցը, պարզապես խորհուրդ է տվել ամերիկյան հրամանատարությանն անել դա, վստահ լինելով, որ դպրոցն իրականում կարևոր ռազմական օբյեկտ է։ Ամերիկյան մամուլում հրապարակված հետաքննության համաձայն ծրագիրն այն կոչվում է Maven Smart System։ Ստեղծողն էլ բարձր տեխնոլոգիական Palantir ընկերությունն է։ Palantir-ը էլի կրկնում եմ նաև ունի իր շատ մեծ դերը թե ուկրաինական պատերազմի սկզբում, ռուս-ուկրաինական պատերազմի, թե Գազայի գործողություններում։ Իրենք շատ ինտենսիվ կիրառել են, բայց միամիտ կլինի ակնկալել, որ օգնելու համար դաշնակից պետությանը, այս տեսակ տեխնոլոգիաները, որ էֆեկտիվ դարձնես, ավելի արդյունավետ դարձնես, պիտի դու ակտիվ կոնֆլիկտներում գնաս, փորձարկես, այն ինչը չէր հասցրել փորձարկել։ Հենց Palantir-ին է վերագրվում Վենեսուելայի նախագահի առևանգման օպերացիան։ Այս ծրագրի շնորհիվ են պատերազմի առաջին օրերն ամերիկացիները սպանել Իրանի ռազմաքաղաքական առաջնորդներին։ Իսկ ինչպես է աշխատում այս ռազմական խորհրդատու արհեստական բանականությունը։ Կամայական բնույթի ինֆորմացիա ինքը ֆիլտրում է։ Ու երբ որ օրինակ դու տեսնում ես օդում կախված դրոնի տեսախցիկով, որ ինչ որ կարմիր մեքենա գնաց, ինքը ասում է սա այս ինչ տոկոս հավանականությամբ այս ինչ մարդն է գնում։ Այս ծրագրի իսրայելական անալոգը լավանդելն է եղել։ Գազայի մահրելի քաղաքացիական զոհերի պատճառը ըստ միջազգային մամուլի հրապարակումների հենց նա է։ Կար տվյալների վերլուծաբանների մի խումբ, որը ստուգում էր լավանդելի առաջարկած թիրախները։ Նրանք պատահականորեն վերցրել են 37,000 նման առաջարկ եւ ստուգել յուրաքանչյուրին։ Նրանք հասկացել են, որ համակարգը երբեմն նշում է քաղաքացիական անձանց որպես թիրախ, այնուհետև որոշում է կայացվել թույլատրել հարվածներ այդ ցուցակի հիման վրա առանց պատշաճ վերահսկողության։ Իսրայելի ղեկավարները տեղյակ են եղել, որ արհեստական բանականությունը հնարավոր է սխալ խորհուրդներ տա, սակայն թիրախների խոցումը եղել է շատ ավելի կարևոր, քան Գազայի քաղաքացիականների կյանքի պահպանումը։ Բանակում կար մի աղբյուր, ամեն օր նա 40-ից 50 տուն ռմբակոծելու հրաման էր տալիս։ Ես նրան հարցրի, թե որքան ժամանակ եք ծախսել Լավենդելի տրամադրած տվյալները ստուգելու համար։ Այդ տները ռմբակոծելուց առաջ, որտեղ հաճախ սպանվում են խաղաղ բնակիչներ։ Նա պատասխանել է. մոտ 20 վայրկյան։ Այսինքն ներկա պատերազմում այլևս վերածվել է միջև այս բանակներում գործող ոսկե կանոնը։ Որոշումը կայացվում է մարդու կողմից վերլուծության արդյունքում։ Հիմա վերլուծում է մեքենան, որոշումը եւս կայացնում ըստ էության մեքենան։ Ինչքան ունես հետախուզական աղբյուրներ, վերևից նկարող տեսախցիկներ, գետնից նկարող տեսախցիկներ, տարբեր հետախուզական զեկույցներ, ինչ ինֆորմացիա որ կարելի է ստանալ ընդհանրապես, լցվում է մի հատ
բազայի մեջ ու արհեստական բանականությունները տարբեր տեսակի, ինչ որ մեկը նկարի վրա մարդ է իդենտիֆիկացնում, ինչ որ մեկը տեքստային ինֆորմացիա մշակում է եւ այլն եւ այլն։ Հայաստանում այս պահին ակտիվորեն զարգանում է սուպեր համակարգիչների էկո համակարգն ու արհեստական բանականությունների մշակումով զբաղվող ընկերությունների թիվը տարեստարի բազմապատկվում է։ Մասնագետների կարծիքով այս ռեսուրսը պետությունը պետք է օգտագործի եւ նկատի առնելով իրանական պատերազմի փորձը արագ մշակի ռազմական ուղղվածության նման թվային գործիքներ, քանի որ գալիք պատերազմներում դրանք էական դեր են խաղալու։ Արմեն Նաթալյան, ժամը լրատվական։ Արմենիայում լրատվական երեկոն շարունակվում է եւ կհանդիպենք քիչ անց։ Ադրբեջանով տարանցումը նոր հնարավորություններ է բացում փոխվարչապետ Գրիգորյանի հայտարարությունը։ Ինչու են Հայաստանում ավելացել օտարերկրացիների կողմից եւ նրանց դեմ կատարվող հանցագործությունները։ Կապանում փլուզվել է սելավատարի պատնեշը։ Շարունակում ենք թողարկումը։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը այսօր հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի պաշտոնակցի Բայրամովի հետ։ Նախարարները գոհունակությամբ նշել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հետագա կարգավորման գործընթացում առկա դրական զարգացումները։ Կողմերը քննարկել են նաեւ տարածաշրջանային եւ բազմակողմ հարթակներում գործակցության հարցեր։ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում կարևորել է ԵԱՏՄ երկրների մաքսային ծառայությունների փոխգործակցությունը, այդ թվում գիտելիքահեն ապրանքների մաքսային արժեքը որոշելու եւ համապատասխան մաքսատուրքերը գանձելու հարցում։ Դա ըստ Հայաստանի փոխվարչապետի անմիջականորեն ազդում է միության անդամ պետությունների բյուջեների եկամուտների վրա։ Անդրադառնալով Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան ապրանքների տարանցման սահմանափակումների վերացմանը, Գրիգորյանը հայտնել է, թե դա լրացուցիչ հնարավորություններ է բացում տարածաշրջանի տնտեսական ներուժը բացահայտելու համար։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը իր հերթին հայտնել է, թե Եվրասիական տնտեսական միությունը ցանկանում է, որ Հայաստանը ու Ղրղզստանն ավելի ակտիվ մասնակցեն միության շրջանակներում այլ երկրների հետ ծրագրերին։ Միությունը ըստ Օվերչուկի հետաքրքրված է այդ երկրների տնտեսությունները օգտվեն այլ գործընկերների հետ համագործակցությունից։ Անցած տարի Ռուսաստանի, Բելարուսի եւ Ղազախստանի համատեղ 3 նախագիծ է ֆինանսավորվել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում։ Խոսքն արագընթաց երկաթուղիների, գյուղատնտեսական տեխնիկայի եւ կոմունալ մեքենաշինության ոլորտում իրականացվելիք նախագծերի մասին է։ Դրանք բոլորը բավական իրատեսական, արդյունավետ նախագծեր են։ Տրանսպորտային եւ լոգիստիկ ենթակառուցվածքների դիվերսիֆիկացումը նպաստում է արտաքին առևտրի խթանմանը։ Ներքին շուկաների պաշտպանության համակարգված մոնիթորինգը թույլ է տալիս ոչ միայն արագ բացահայտել անհավասարակշռությունները, այլև արդյունավետ միջոցառումներ մշակել ներքին շուկան պաշտպանելու եւ հայրենական արտադրողներին աջակցելու համար։ Չնայած իշխանության պարզաբանումներին, խորհրդանական ընդդիմությունը այն համոզման է, որ վարչապետը այնուամենայնիվ ժողովրդին պատերազմով է սպառնում։ Միևնույն ժամանակ նրանք նաև նկատում են, որ վարչապետը այդպես էլ չի հստակեցնում, թե ի վերջո որ երկրից են հիբրիդային հակամարտության դուրս եկել մեր դեմ։ Իսկ իշխանական падգամավորները լրագրողների հետ զրույցում նշում են, հարձակումները տարբեր կողմերից են՝ ռուսական, թուրքական, ադրբեջանական։ Վաղ առավոտից սկսվել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության ընտրական ցուցակի հաստատման երկրորդ փուլի քվեարկությունը, արդյունքներով որոշվելու է վարչապետի թեկնածուն, ինչպես նաև ընտրական ցուցակի առաջին 50 հորիզոնականների դասավորությունը։ Քվեարկությանը մասնակցել են Նիկոլ Փաշինյանը, Ալեյ Սիմոնյանը, Տիգրան Ավինյանը եւ այլ պատվիրակներ։ Փաշինյանը լրագրողների հարցերին չի պատասխանել, իսկ Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ քվեարկությունը կտևի մինչև վաղը եւ դրանից հետո կամփոփվեն արդյունքները։ Տիգրան Ավինյանը պատասխանել է, թե ապագայում ավելի շատ իրեն որտեղ է տեսնում՝ գործադիրում, թե օրենսդիրում։ Ես կարծում եմ, որ իմ ունակությունները ավելի գործադիրի են, բայց մենք, այսպես ասած, Երևան քաղաքում ունենք փոքրիկ օրենսդիր մարմին, եւ դա Երևանի ավականին։ ԿՊ-ում հիմա կա 50 վարչապետի թեկնածու, որովհետեւ բոլոր 50-ը համարվում են վարչապետի թեկնածու։ Քվեաթերթիկի ներքևում կա նշում, որտեղ պետք է մարդ նաև իր ընտրած 30-ից նշի անուն, թե ում է ուզում, որ լինի վարչապետի թեկնածու, եւ ով ում անունը ավելի շատ նշված լինի, նա կլինի վարչապետի թեկնածու։ Սամվել Կարապետյանն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որում խոստացել է, որ որպես վարչապետ կմիավորի երկիրը եւ այն կդարձնի ուժեղ։
ուժեղ տնտեսությամբ եւ ուժեղ խաղաղությամբ։ Նա ասել է, որ ազգին անհրաժեշտ է միասնություն եւ հույս, խոստացել, որ որպես վարչապետ գալիք սեպտեմբերը եւ դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու։ Կսահմանեն ցածր հարկեր բիզնեսի համար, կստեղծեն նոր աշխատատեղեր եւ կբարելավեն կյանքի որակը։ Կարապետյանը խոստացել է նաեւ երկրում ապահովել երկարատև խաղաղություն։ Ինչու են ավելացել օտարերկրացիների կողմից եւ նրանց դեմ կատարվող հանցագործությունները Հայաստանում։ Վիճակագրությունը փաստում է, որ օտարերկրացիների սրտամոտ հանցագործություններն են Հայաստանում գողությունը, խուլիգանությունը, թմրանյութերի իրացումը։ Հայաստանի տարածքում հանցագործություն կատարած օտարերկրացիները տարբեր երկրներից են՝ Իրանի, Հնդկաստանի եւ Վրաստանի քաղաքացիների կողմից առավել հաճախ պետական սահմանը ապօրինի հատելու դեպքերն են արձանագրվել։ Դավիթ Թադևոսյանի ռեպորտաժը։ Հնդկաստանի քաղաքացիները գումար պահանջելու պատրվակով մուտք են գործել համաերկրացիների բնակարան։ Այստեղ ծեծկռտուք է եղել եւ տանակով հարվածներ են հասցրել միմյանց։ Տեղեկությունը հայկական մամուլով մեկ տարածվեց։ Ամսվա սկզբին էլ կենտրոնական Ասիայի երկրներից մեկի քաղաքացին Շենգավիթում դանակահարել էր Երևանի բնակչին։ Հանրային դիսկուրսում լայն քննարկում թափառավ օտարերկրացիների մասնակցությամբ հանցագործությունների վերաբերյալ։ Մասնագետների դիտարկմամբ այլազգիների ներհոսք ավելի շատ կապված է տնտեսական եւ կոմունիկացիոն գործոններով։ Բանում են, որ հանցագործությունները առավելապես կատարվում են նույն ազգի քաղաքացիների միջև։ Եթե խոսում ենք ամենախոշոր օտարերկրացիների համայնքի մասին, ռուսների կամ հնդիկների, այս երկու համայնքներ համեմատաբար փակ համայնքներ են եւ շփվում են իրենց ներսում եւ այսպիսով գուցե իրար դեմ գործեն հանցանքները։ Մասնագետների կարծիքով, եթե փակ համայնքներում ստեղծվեն հանցավոր խմբավորումներ, ինչպես օրինակ Սիցիլիականը ԱՄՆ-ում, ապա չի բացառվում, որ ճյուղեր տան ամբողջ երկրով եւ աչքի առաջ ունենալով այդ վտանգը անհրաժեշտ են համարում, որ հանրապետությունում քայլեր ձեռնարկվեն համաշխարհային այդ սխալները չկրկնելու համար։ Որպես կանոն, կամ տնտեսական շահերի էական բախում պետք է տեղի ունենա, կամ պետք է քաղաքական բախում տեղի ունենա։ Որոշակի տնտեսական շահերի բախում մենք տեսնում ենք, իհարկե օրինակ Ռուսաստանից միգրանտների գալուց հետո բնակարանային գների աճը էական է, իսկ հնդիկ միգրանտների գալուց հետո մենք տեսնում ենք, որ շատարվակատրվող եւ աշխատանքների բնակավարում եւս մենք տեսնում ենք, որ արդեն բացակցություն կա եւ դա էլ ինչ-որտեղ շահերի բախում կա։ Մասնագետները նկատում են, որ գործատուները նախընտրում են աշխատել այլազգի ներկայացուցիչների հետ, քանի որ նրանք աշխատում են ավելի ցածր աշխատավարձով։ Տեղացիները պարզապես չեն ցանկանա աշխատել այդ պայմաններով կամ էլ ավելի շատ պահանջներ կներկայացնեն։ Ասում են, որ ոլորտում մշտապես ռիսկերի գնահատում պետք է կատարվի, իսկ փաստաբանների կարծիքով պետության անվտանգության ու ազատության միջև պետք է լինի հավասարակշռություն։ Հասարակական հարաբերությունները պետք է կարգավորվեն եւ հիմնված լինեն օրենքի վրա, իսկ անվտանգության միջոցառումները պետք է լինեն օրինական եւ վերահսկելի։ Այստեղ շատ կարեւոր է պետության գործունեության թափանցիկությունը, որպեսզի ստանա հասարակության վստահությունը, որն էլ կհանգեցնի անվտանգության վստահության ձեռքբերումը։ Անվտանգությունը պետք է հստակ ծառայի քաղաքացու իրավունքների պաշտպանությանը, ոչ թե սահմանափակումներին։ Մասնագետների պնդմամբ պետության կիրառող գործիքակազմը կատարած արարքին համարժեք գործողություն պետք է լինի, իսկ օտարերկրացիների կատարած հանցագործություններից ամենից հաճախ հանդիպողը Իրանից ներթափանցող թմրանյութերի դեպքերն են արձանագրում են մասնագետները։ Ոչ միայն հենց Իրանի քաղաքացիներն են տեղափոխում, անգամ չեզոք գոտի կա, որ ներնետում կատարելու միջոցով շատ մեծ հնարավորություն կա սահմանային չեզոք գոտիում, որտեղ օտարերկրյա քաղաքացիները ներնետում են կատարում Հայաստանի Հանրապետության տարածք, հետագայում նաև դա վերցվում է։ Նման անկառավարելի եւ անվերահսկելի քանակ մենք ունենք վերջին տարիների ընթացքում։ Լուծումները ըստ փորձագետների պետք է լինեն հավասարակշռված։ Մի կողմից ապահովելով հանրային անվտանգությունը, մյուս կողմից պահպանելով մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները։ Պետության գործողությունները ըստ նրանց պետք է լինեն համաչափ, թափանցիկ եւ հիմնված օրենքի վրա, չխաթարելով հասարակության վստահությունը։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։ Հորդառատ անձրևների հետևանքով Սյունիքի մարզում գետերի մակարդակը զգալիորեն բարձրացել է, առաջացել են նաև քարաթափումներ եւ ճանապարհային խոչընդոտներ։ Ժամը 14:30-ի դրությամբ ներքին գործերի նախարարության 112 կենտրոնում ստացվել են մի շարք ահազանգեր։ Կապանում Սելավատարից դուրս եկած ջուրը լցվել է փողոցներ եւ ողջիկետ, ինչի հետևանքով վնասվել են ավտոմեքենաներ եւ տուժել կենդանիներ։ Տարածաշրջանից հրապարակված տեսանյութերում երևում է վարարած Վաչագան
գետը Սյունիքի մարզպետարանից էլ քաղաքացիներին հորդորում են հեռու մնալ գետամեծ տարածքներից, գետերին եւ ճանապարհներին ցուցաբերել առավելագույն զգուշություն, իսկ ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ սպասարկող կազմակերպությունները աշխատում են ուժեղացված ռեժիմով, ապահովելով ճանապարհների մաքրումն ու անցանելությունը։ Միաժամանակ հիդրոօթերոթաբանության եւ մոնիթորինգի կենտրոնը նախազգուշացրել է, որ հանրապետության գետերում սպասվում է ջրի մակարդակի բարձրացում։ Դեպքի վայրում աշխատանքներ են իրականացնում ներքին գործերի նախարարության փրկարծառայության, Կապանի եւ Քաջարանի հրշեջ-փրկարարական ջոկատները, ինչպես նաեւ համայնքապետարանի կոմունալ ծառայության աշխատակիցներ։ Անվտանգության նկատառումներից ելնելով փողոցը բարեկային ծառայության կողմից փակվել է։ Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չենք ստացել։ Մեր քաղաքացիներին եւս մեկ անգամ հորդորում ենք հետեւել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը, խուճապի չմատնվել եւ անհրաժեշտության դեպքում զանգահարել ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն։ Կհանդիպենք կարճատև դադարից հետո։ Զվարթնոցից բերման են ենթարկվել ու ձերբակալվել 113 միլիոն ռուբլի տեղափոխող քաղաքացիները։ Հայ երաշտարվեստի սիրված դեմքերը, երաժշտական ամենատպավորիչ նախագծերը մեկ հարկի տակ։ Խազեր 2026 մրցանակաբաշխությունը տեղի կունենա մարտի 29-ին։ Մետեո աշխարհ ջերմաստիճանը կբարձրանա ավելին հաջորդ հիվ։ Շարունակում ենք թողարկումը։ Հայ երաշտարվեստի սիրված դեմքերը, երաժշտական ամենատպավորիչ նախագծերը մեկ հարկի տակ։ Խազեր 2026 մրցանակաբաշխությունը տեղի կունենա մարտի 29-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ 2 օրից կայանալիք Խազեր հայկական երաժշտական մրցանակաբաշխության 18 անվանակարգում առաջադրված արտիստների եւ նախագծերի անուններն արդեն հայտնի են։ Ակադեմիայի խորհրդի անդամների քվեարկության արդյունքում յուրաքանչյուր անվանակարգում առաջադրվել է 3 արտիստ, խումբ կամ նախագիծ։ Մարզահամերգայինի գլխավոր բեմում նախապատրաստական եռուզեռ է հայկական ազգային երաժշտական ակադեմիայի Խազեր մրցանակաբաշխությունն այստեղ կանցկացվի երկրորդ տարին անընդմեջ։ Այս անգամ նախագծի ռեժիսորների խոսքով տեսնելու ենք նոր, առավել շքեղ շոու։ Պետք է ձգտել, որ մեզ համապատասխան լինի եւ մենք արժանի ենք այդ համապատասխանությանը, մենք արժանի ենք լինելու ներկայանալի։ Իսկ սա հենց այն միջոցառումն է եւ այն ձևաչափն է, որտեղ ամեն ինչ արվում է եւ մասնագետների այն քանակը, որ աշխատում է այսպիսի միջոցառման ժամանակ, վկայում է հենց դրա մասին, որ այո, մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի ունենանք արժանապատիվ ներկայություն երաժշտական աշխարհում։ Բեմում կլինեն սիրված արտիստներ, այդ թվում նախորդ տարվա մրցանակակիրները, կլսենք նաև մեր մեծերի ստեղծագործությունները նոր մեկնաբանությամբ։ Կարծում եմ դրանք այն երգերն են, որոնք պետք է անընդհատ տարբեր նոր մեկնաբանություններով լսենք, որովհետև նրանք իսկական են, նրանք իսկապես արժանի են հավերժության եւ նրանք այն արտիստների երգերը, որոնք հնչելու են, կարծում եմ, որ մեծ հուզականություն եւ մեծ նոստալգիա է առաջացնելու հանդիսատեսի մոտ։ Խազեր հայկական երաժշտական մրցանակաբաշխության պարային շոուի ընթացքում էլ բեմը կկիսեն շուրջ 6 տասնյակ արտիստներ միաժամանակ։ Գրեթե բոլոր բեմադրությունները ավելի հեռուստատեսային ենք մտածել։ Այսինքն հետաքրքիր է լինելու իհարկե եւ ոչ միայն հանդիսատեսի համար, այլ նաեւ հեռուստադիտողի համար առավել եւս։ Եվ թերևս ամենաինտրիգային հարցը, ով իր հետ այս տարի կտանի Խազեր մրցանակը, կոչվելու լավագույն փոփ երգիչը, երգչուհին կամ էլ երգի հեղինակը։ Հայկական ազգային երաժշտական ակադեմիայի անդամները դեռ քվեարկում են։ Մինչև մարտի 28-ը ներառյալ բաց է դեռ քվեարկությունը, հիմա շատ ակտիվ քվեարկություն է գնում եւ վստահ եմ, որ ել ավելի ակտիվանա վերջի օրերին, անցած տարվա փորձից ելնելով եւ մենք արդեն ամսի 29-ին կունենանք մեր հաղթողների անունները եւ այս գեղեցիկ բեմում, այս դահլիճում կհնչեն այդ անունները։ Երաժշտական տոնը մարտի 29-ին է, այն կհեռարձակվի նաեւ Armenia TV-ի ուղիղ եթերում։ Էդուարդ Պողոսյան, Վահրամ Ավոյան, ժամը լրատվական։ Մարտամեկը սիթքոմը միլիոնավոր դիտումներով եւ բարձր վարկանիշով սպասվում է երկրորդ եթերաշրջանում։ Կա բացառիկ հնարավորություն դիտել սիրելի սիթքոմի առաջին 2 սերիաները կինոպարկում։ Այժմ նկարահանվում է սիթքոմի գլխադիրը, որը հեռուստադիտողի մոտ կառաջացնի ջերմ հիշողություններ 2000-ականներից։
Մարդամեկը սիթքոմի նոր եթերաշրջանի նկարահանումները, որոնք արդեն մեկնարկել են, ուղեկցվում են նոստալգիկ տրամադրություններով։ Մայիսի 1-ին մինչև հեռուստատեսային ցուցադրությունը հեռուստադիտողը կինոպարկում բացառիկ հնարավորություն կունենա միանգամից դիտել սիրելի սիթքոմի առաջին 2 սերիաները։ Չեմ հավատում։ Ինչ վերաբերում է Մարդամեկի երկրորդ եթերաշրջանին եւ առհասարակ բոլոր կերպարներին, ես կասեմ, որ շատ հետաքրքիր եթերաշրջան է սպասվում, հումորային, զարգացումներով, նոր կերպարներով։ Ես որպես այս արտադրության ղեկավար կարող եմ ասել հիանալի եթերաշրջան է սպասվում։ Նկարահանվում է սիթքոմի գլխադիրը, որը հեռուստադիտողին կտեղափոխի ջերմ ու հիշողություններով լեցուն 2000-ականների սկիզբ։ Առաջին իսկ եթերաշրջանից սիրված Մարդամեկ հայկական սիթքոմը պատմում է ավանդական հայկական ընտանիքի առօրյայի, հարաբերությունների եւ երբեմն էլ տեղի ունեցող զվարճալի բախումների մասին։ Սիթքոմն արդեն հասցրել է գրավել հազարավոր հեռուստադիտողների սրտերը։ Ոնց անեք սրան ամուսնանան խելքի գա։ Արա սկսել իրիկուները ուշ տուն գալ։ Տարել են տեցի կրուկի ռագատկեկի։ Կերպարս պապան է։ Իսկական հայկական օջախի պապա, հայերեն ասած հայրիկ։ Էտա։ Ու սմարտը կարծում եմ այդ ընտանիքի ամեն ինչը պահում է։ Փեսայի կերպարով եմ այսօր, որովհետև նկարում ենք իմ ու Նատալիայի հարսանիքը։ Սիթքոմի յուրաքանչյուր կերպար արդեն դարձել է յուրահատուկ եւ ճանաչելի իր բնավորությամբ եւ պատմությամբ։ Դերասանները ընդգծում են հենց այս անկեղծությունն ու ընտանիքին մոտ թեմաներն են, որ ապահովում են սերիալի հաջողությունը։ Այս Սուրային կուր է։ Սուրոն հիմա մենակ Նատայի սարկած ճաշերն ա ուտում։ Արի ես քանի օրը լավ անցկացնենք էլի, լավ տեղեր գնանք։ Ճամադաններս դի։ Հաշվի դրածա փողիկս։ Լավ էլի թամորիկ, դու մի ոտով արդեն Թութանհամոնի դամբարանում ես։ Հուսով եմ մեզ անխափան նկարահանումներ կլինեն եւ ոչինչ չի խանգարի, որ մեր սիրելի հեռուստադիտողին հանձնենք իրեն սիրելի սիթքոմի եթերները։ Ինձ ոչ մեկ չի ճանաչելու, հետո գլխի կընկնենով, հա։ Կերպարի մասին շատ չեմ ուզում բացել, թող մնա նայեն ինչ ա լինելու, բայց քերին է։ Աղվան ստան ծառայած, աղվան քերին է։ Մեր նկարահանումները անցնում են շատ ուրախ, լավ մթնոլորտում, ընթացքում շատ ենք ծիծաղում, չեք պատկերացնի դուք ուղղակի ինչքան ենք ծիծաղում, որովհետև եթե էկրաններով նայում եք ծիծաղալու է, խաղալուց մեր համար ավելի ծիծաղալու է, որովհետև ընթացքում ինչ-որ պաուզաներ են լինում, հումորներ։ Հարս սկեսուր, սկեսրայր տալ։ Խիստ հայկական ընտանեկան իրավիճակներով հագեցած սիթքոմի ստեղծագործական թիմը խոստանում է կրկնակի չափաբաժնով հումոր, ել ավելի անսպասելի եւ զվարճալի իրավիճակներ։ Ամեն տարի ես մարդը նույն կերաստ։ Քնարիկ Պետրոսյան, Վահրամ Աբոյան, ժամը լրատվական։ Հայաստանում պատմության մեջ առաջին անգամ սինդիկացված վարկային գործարքը 300 միլիոն ԱՄՆ դոլար Firebird AI-ին ֆինանսավորելու համար։ Իդեպ գործարքը տեղի ունեցել Արշին բանկի նախաձեռնությամբ եւ առաջնորդությամբ։ Հիշեցնենք, որ այս մեգանախագիծը բխում է դեռ 2025 թվականին Վաշինգտոնում ստորագրված ռազմավարական փաստաթղթերից, մասնավորապես արհեստական բանականության եւ կիսահաղորդչային ոլորտներում երկկողմ փոխըմբռնման հուշագրից։ Հայաստանի բանկային համակարգի պատմության մեջ առաջին սինդիկացված վարկային պայմանագիրն են ստորագրում 6 ֆինանսական կառույցի՝ Արշին բանկի, Ակբա բանկի, Էվոկա բանկի, Ֆաստ բանկի, C Quadrat Ampega Asset Management Armenia ֆոնդի եւ Amundi Ակբա Asset Management ֆոնդի ղեկավար կազմերի ներկայացուցիչները։ Արշին բանկի նախաձեռնությամբ եւ առաջնորդությամբ իրականացված գործարքը արհեստական բանականության մեգանախագծին 300 միլիոն ԱՄՆ դոլար ֆինանսավորում կտրամադրի։ Առաջին անգամ է, որ մենք միավորվում ենք մի գաղափարի շուրջ եւ համատեղ կարողանում ենք այսպիսի մեծ վարկ տալ մեր հայկական կազմակերպությանը։ Այս նախաձեռնությունը իհարկե պատմական է, քանի որ առաջի անգամ, որ նման խոշոր գործարք 6 ֆինանսաբանկային ընկերությունների հետ կնքվեց Հայաստանի պատմության մեջ, դա մեկ, երկրորդը մենք Firebird-ով ուրախ ենք, որ Հայաստանում ոչ միայն IT ոլորտն է օգտվելու մեր նախաձեռնությունից, այլ նաև ֆինանսաբանկային ոլորտն է մասնակցում Firebird ծրագրին եւ այս ծրագրի հաջողությունը նաև բերում է հաջողության մյուս ոլորտներին տնտեսության։ Նախ եւ առաջ ուղիղ ներդրում է Հայաստանի
տեխնոլոգիաների մեջ, ներդրում է գիտության մեջ եւ վերջապես սա ներդրում է Հայաստանի տնտեսության զարգացման մեջ։ Ցանկանում եմ առանձնահատուկ ընդգծել, որ այս կարևոր իրադարձությունը տեղի ունեցել բանկային համակարգի, ֆինանսական ոլորտի մեր մյուս գործընկերների մասնակցությամբ եւ Արչին բանկի առաջնորդությամբ։ Այս համագործակցությունը նաև ներկայացնում է մեր երկու երկրների ուժեղ կողմերը, օգտագործելով ԱՄՆ-ի առաջատար տեխնոլոգիական արտահանման արժեքը եւ հենվելով Հայաստանի զարգացած բարձր տեխնոլոգիական ոլորտի ներուժի եւ հավակնությունների վրա։ Հայաստանի ֆինանսական շուկայում այս գործարքը սահմանում է լայն սինդիկացված վարկավորման կիրառման գործնական նոր ձևաչափ։ Աշխարհի խոշոր գերտերության եւ Հայաստանի միջև առաջի այսպես լուրջ պայմանագիրն է, որ կնքվում է, որը ոչ միայն մեր տնտեսության համար, այլ ռեգիոնում հսկայական դեր է խաղում։ Էվոկաբանկի համար շատ կարևոր է մասնակցել նմանատիպ միջոցառումների, նախաձեռնությունների, որոնք ընդլայնում են ֆինանսավորման հնարավորությունները եւ իրականում ստեղծում են երկարաժամկետ արդյունք։ Ֆազբանկի համար սա ոչ միայն գործարք է բանկը աճացնելու, զարգացնելու, սա նաև կարևոր ներդրում է Հայաստանի համար, Հայաստանի զարգացման, Հայաստանի երկարաժամկետ հեռանկարի եւ ֆունդամենտալ փոփոխությունների։ Մենք այլևս չենք հասնում ապագային ուշացած, այլ մասնակցում ենք ապագայի ձևավորմանը։ Կոնկրետ բանաստանն է երկրի ամբիցիանի համար դարձնել Հայաստան ռեգիոնալ ինովացիայի հբ։ Firebird-ի արհեստական բանականության գործարանը դառնալու է տարածաշրջանի ամենահզոր հաշվողական եւ ԱԲ տվյալների մշակման կենտրոնը։ Այն հետազոտական հաստատություններին, տեխնոլոգիական ընկերություններին եւ ձեռնարկություններին հնարավորություն կընձեռի մասշտաբային կերպով ներդնել նորագույն ԱԲ տեխնոլոգիաներ, Հայաստանը դիրքավորելով որպես գլոբալ տեխնոլոգիական լանդշաֆտի զարգացող ուժ եւ հաջորդ սերնդի նորարարությունների կարևոր հանգույց։ Էդուարդ Պողոսյան, Վահրամ Ավոյան, ժամը լրատվական։ Մոսկվայում 89 տարեկան հասակում կյանքից հեռացել է Հայաստանի ականավոր պետական հասարակական գործիչ Լևոն Գուրգենի Սահակյանը։ Հրաժեշտի արարողությունը տեղի կունենա մարտի 30-ին Մոսկվայի Վագանկովկյան գերեզմանատան հայկական հատվածում։ Լևոն Սահակյանը զգալի ավանդ է ունեցել Հայաստանի զարգացման գործում, զբաղեցնելով պատասխանատու պետական պաշտոններ, հայկական ԽՍՀ արհմիությունների խորհրդի նախագահի, Հայաստանի Կոմկուսի, Երևանի քաղկոմի առաջին քարտուղարի եւ Հանրապետության նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալի պաշտոնները։ Լևոն Սահակյանն ընտրվել է նաեւ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի եւ հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի падգամավոր։ Նրա գործնեության մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո ընկած ժամանակահատվածը։ Ողբերգության առաջին իսկ օրերից նա գլխավորել է մարդկանց փրկության եւ քաղաքների վերականգնման հանրապետական շտաբը, համակարգելով աղետի գոտում իրականացվող բարդագույն աշխատանքները։ Գործընկերներն ու մտերիմները Լևոն Սահակյանին կհիշեն որպես բացառիկ արժանապատվության եւ մեծ հոգուտեժ անհատի, ով մշտապես օգնում էր մարդկանց եւ կարողանում էր համախմբել նրանց ընդհանուր գործի շուրջ։ Առատ ստեղումներով պայմանավորված դեպետում նկատվում է ջրի ծավալի ավելացում։ Այս առնչությամբ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը խնդրել է քաղաքացիներին տարածություն պահպանել առափնյա հատվածներից։ Հորդորել է քաղաքացիներին, ովքեր առափնյա այգիներ, անասնագոմեր ունեն, այսօր եւ առաջիկա 2 օրերին դադարեցնել գյուղատնտեսական աշխատանքները։ Օրվա մյուս կարևոր նորությունները մեկ տեսաշարով։ Հայաստանի էներգետիկ անվտանգության նպատակով որոշվել է Վրաստանն ու Հայաստանը միացնող գազատարի վտանգավոր հատվածը տեղափոխել ականապատ գոտուց դուրս։ Վրաստանի շրջակա միջավայրի վերահսկողության դեպարտամենտը արդեն տվել է համապատասխան թույլտվությունը հայկական կողմի դիմումի հիման վրա։ Ըստ պաշտոնական հիմնավորման գազատարի շուրջ 5.5 կիլոմետր հատվածը գտնվում է վրաց-հայ-ադրբեջանական եռակողմ սահմանային դեռ 90-ականներին ականապատված տարածքում, որտեղ անհնար է ապահովել նվազագույն անվտանգություն եւ իրականացնել վերանորոգման աշխատանքներ։ Խաբեությամբ զորակոչից խուսափելու փորձը բացահայտվել է եւ ձախողվել իրավապահների միջամտության արդյունքում։ Նախաքննությամբ պարզվել է, որ զորակոչիկը 2024 թվականի ապրիլի 29-ին Կոտայքի մարզի զինկոմիսարիատ է ներկայացրել կեղծ բժշկական փաստաթուղթ իբր պարբերական հիվանդություն ունենալու մասին, որը հերքվել է բժշկական հետազոտություններով։ Արդյունքում նա ճանաչվել է պիտանի եւ զորակոչվել զինված ուժեր։ Քննությամբ նաեւ պարզվել է, որ զորակոչիկի մայրը բժշկական կենտրոնի բժիշկը եւ մեկ այլ քաղաքացի օժանդակել են խաբեության փորձին։ Նրանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։
Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մանկսանենգության քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանին եւ եւս երկու անձի վերաբերող քրեական վարույթի նախաքննությունը։ Հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, գրավը եւ բացակայելու արգելքը։ Մյուս երկու հոգու նկատմամբ բացակայելու արգելքը, գրավը եւ վարչական հսկողությունը։ Պետական դավաճանության ծանր մեղադրանքով ներկայացված գործը դատարանում ավարտվել է արդարացմամբ։ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանը արդարացրել է արտաքին գործերի նախարարության աշխատակից Աշխեն Ալեքսանյանին պետական դավաճանության մեղադրանքով, որը նախատեսում էր մինչև ցմահ ազատազրկում։ Այս մասին հայտնել է նրա պաշտպանը, նշելով, որ դատարանը Ալեքսանյանի գործողություններում տեսել է առավել մեղմ պաշտոնեական լիազորությունների չարաշահման արարք։ Հիշեցնենք, որ քրեական վարույթը նախաձեռնվել էր ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդման հիման վրա, քննչական կոմիտեում լրտեսության եւ օտարերկրյա պետությանը օժանդակելու կասկածներով։ Զվարթնոց օդանավակայանից բերման են ենթարկել ու ձերբակալել մի խումբ քաղաքացիների, որոնք ընդհանուր 113 միլիոն ռուսական ռուբլի էին բերում իրենց հետ։ Պեկից հայտնում են նաեւ առկային ռիսկեր, որ նշված կանխիկ գումարները ստվերային եղանակով ներդրվում են տնտեսության տարբեր ճյուղերում, նպատակ հետապնդելով թաքցնել հարկվող իրական օբյեկտները։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։ Իսկ թե ինչ եղանակ է սպասվում հանրապետությունում կպատմի Լիլի Հովերը։ Բարերեկո եղանակի տեսության հովանավորն է իտալական ունիկալ ապրանքանիշը, իր որակյալ և գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում, ունիկալ տարվա բոլոր եղանակներին, մետեոաշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում շաբաթն ու կիրակին կանցնեն փոփոխական երկնքով։ Տեղումներ սպասվում են առավելապես հյուսիս-արևելյան գոտիներում։ Ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա մոտ 5 նիշ։ Վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային գոտիներում կդիտվի 8-ից 12 աստիճան։ Վայոց ձորի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է 14-ից 18, Լոռիում 13-ից 16, Տավուշում, Արարատում, Արմավիրում 16-ից 19 աստիճան։ Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է 14-ից 18, Սյունիքի նախալեռներում 11-ից 13 աստիճան։ Երևանում վաղն առավոտից սպասվում է կայուն երկինք, այս գիշեր 6-ից 8, ցերեկը 15-ից 17, երեկոյան 9-ից 11 աստիճան։ Ժամից հետո դիտեք ընտրության ժամը հաղորդումը, այսօրվա հյուրն է Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։ Արմենիայի ուղիղ եթերում լրահոսը սպառված է, շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն։